Մամուլը գրեց, որ դուք խնդիրներ ունեք խմբակցությունում, ձեզ հնարավորություն են տվել ելույթ ունենալ եւ այդ սակրավորների հայտնի թեմայի վերաբերյալ ներողություն խնդրել, բայց դուք այդ ելույթը չեք ունեցել, մամուլի հրապարակումները ինչպես կմեկնաբանեք։ Ով որ հրապարակել է, նա էլ պիտի մեկնաբանի, ես ինչի պիտի հրապարակեմ։ Ես ստիված եկել եմ հաջորդ օրը մեր խմբակցության հետ վիճել եմ, որ իրանց գրածը սուտ դուրս չգա։ Կատակով վերաբերվեք, նման բան գոյություն չունի։ Իմ խոսքը թե ես երբ եմ ելույթ ունենում, ես խմբակցությունում ազատություն, որպես падգամավոր, իմ խոսքը կառուցելու վերաբերյալ, իսկ ինչ վերաբերում այդ թեմային, ես կարծում եմ, որ դա անհարկի քաղաքականապես շահարկվող թեմա է։ Եվ ես պայման եմ դրել, չէ՞, լսել եք, որ ԿՊ խմբակցության ղեկավարին, որպես հաշվապահի, խնդրել եմ հաշվառում անել, թե խմբակցությունից ովքեր են այդ թեմայով խոսել, ով մնացել, կարծում եմ հարկային հաշվետվություններ ներկայացնելու ժամկետը ամեն ամսվա մինչև 20-ն է։ Եվ եթե հաշվապահն այդ հաշվետվությունը ներկայացնի, տենը բալանսը կազմի, ես բնականաբար դրան իմ պատասխանը կտամ։ Այդ պատասխանը կա, եւ ես կարծում եմ, որ նաեւ արժի որ այդ պատասխանը հնչի։ Ես հարմար պահն եմ գտնում, այդ ընթացքում տեսնում եք, հələ ինքնադրսևորվողներ կան, թող շարունակեն, թող մատ քանվեն, հետո իրաց պատասխանը կստանան։ Պարոն Ղազարյան, եթե այդտեղ խնդիր չլիներ, Արամ Վարդևանյանը այդ դեպքում ինչու ներողություն խնդրեց ազգային ժողովի անվերությունում, խնդրահարույց չէ ձեր ելույթ, ձեր հանրային խոսքը, որ ձեր թիմակիցն է ներողություն խնդրում։ Պարոն Վարդևանյանը ներողություն չի խնդրել իմ խոսքի համար, պարոն Վարդևանյանը շատ ավելի զուսպ, շատ ավելի ընդհանրական իր դիրքորոշումն է արտահայտել, դա էլ իր մոտեցումն է։ Նա իրավունք ունի իր տեսակետները արտահայտելու, իմ գործողությունների, իմ քայլերի, իմ հայտարարությունների համար պատասխանատվությունը ես եմ կրում, այլ ոչ թե իմ գործընկերներից որևէ մեկը։ Մենք դες կոլեկտիվ պատասխանատվություն չունենք, առավել եւս այն հայտարարությունների համար, որոնք հնչել են դեռ մինչև ուժեղ Հայաստան դաշինքի ձևավորումը կամ այդ խմբակցությունում իմ ներգրավումը, այսինքն իմ գործողությունների համար ես պատասխան կտամ, դրա պատասխանը ես ունեմ, լսողներն թող համբերատար սպասեն։ Եվ հանձնաժողովի նախագահի հավակնում եք, պարոն Ղազարյան, թե ոչ հաջորդիվ դա է քննարկվելու խորհրդարանում։ Նախ պետք է հանրաժողովների քանակը որոշվի, նոր դրանից հետո մեր խմբակցությունը որոշում կայացնի, թե ինչ առաջադրումներ են անում։ Ես ինքս անձնապես հավակնություններ չունեմ։ Ես միշտ պատրաստ եմ խմբակցության որոշումներին ի կատար ածելու, բայց ինքս անձնական հավակնություններ չունեմ։ Ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը ինձ լիովին հնարավորություն է տալիս իմ քաղաքական գործունեությունը կազմակերպելու համար։